Ես հիմա 5 քաղաքում եմ, գնում եմ ուրեմն իմ փոքրիկներից մեկին, որ ես ժամանակին պահել էի, հիմա մեծ տղա է, նրա համերգին կոնսերվատորիայում պիտի նվագեն, մի խոսքով գնում եմ այդտեղ մասնակցելու։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ սիրելիներս, հուսով եմ կգուշակեք, թե ես հիմա որտեղ եմ գտնվում, դե արդեն մազերս գեղեցիկ հարդարված տեսնում եք նաև եղունգներս, մշակված նշանակում է Հայաստանում եմ, սիրելիներս Հայաստանում եմ, արդեն մի քանի ժամ է, որ եկել եմ, առավոտ շուտ գնացել եմ իմ գործերով, այստեղ շատ կարևոր գործեր ունեի, դե մինչև վարսավիրանոց, եղունգներ, մազեր, ժամանակ անցավ բավականին, բայց ամեն դեպքում լավ էր հասցրեցի իմ գործերով եմ եկել և բնականաբար Կիրակի օրը եղբորս 40-ն է, այդ առիթով եմ եկել։ Հիմա արմավիրում եմ աղջկանս տանը, մենակ եմ սիրելիներս, իրեն գնացել են հարսանիքի, ես էլ սուրճ էի խմում, որոշեցի ձեզ հետ խմել, ճիշտ է երեկոյի 6:30 է արդեն, բայց մեր ժամանակով 4:30 է, իմ սուրճի ժամն է, ժամերը խախտված են էստեղ, բայց կամաց երևի թե կհարմարվեմ, շուտ եմ արթնացել բավականին, շատ ուշ էլ քնել եմ, ուրեմն տոմսը չէի կարողանում չեկին անեի, բանից պարզում է խնդիր կար, մի ամբողջ օր թռիչքից առաջ երեկոյան եմ թռել, հիմա կպատմեմ այդ պատմությունն էլ, և նախորդ երեկոն արդեն քանի ժամ չարչարվելուց հետո տեսա, որ էլ չի ստացվում, գիշերվա կեսին սկսեցի շորերս հավաքել, այդ փոքրիկ ուղեբեռս դասավորել, մինչ այդ որոշել եմ միասին դասավորենք, ցույց տամ, ինչպես եմ դասավորում, ձեզ մոտիվացնեմ, բայց այնքան զբաղված էի, խոստացել էի Կարենին նաև խաչապուրի թխել, դե տեսակ նախորդ վլոգում, որ կարակուլ թխեցի, և այդպես գործերս մնացել էին քանի ժամ նստած ընկերուհուս հետ Բրյուսելի, դուք տեսել եք տեսանյութերում իրեն, այդպես չարչարվում էինք, բանից պարզվեց վերջում 3 օդանավակայանում հասկացա, որ շատերի հետ է նման բան պատահել, խնդիր է եղել, դրա համար էլ չէր ստացվում, իսկ իմը արդեն 3 առավոտյան իմ ֆեյսբուքյան խմբի Ֆրանսիայի հայերի անդամներից մեկը օգնեց, առավոտյան հենց ինքը չեկին արեց և տրամադրությունը փոխեց անկեղծ ասած, արդեն բարձրացավ, դե չնայած բրյուսելյան ավիաուղիներով էի թռչում, իրենք անում են, հենց անվճար, բայց դե մարդ եմ էլի անհանգիստ, ուզում եմ, որ ամեն ինչ տեղին լինի, և այդպես արդեն ավտոբուսով գնացի մեր քաղաքից, օդանավակայան, շատ էժան, հարմար ավտոբուսներ են, Ֆլիքսբուսերն են ու շատ դուր է գալիս, կամֆորտ է, լավ է, արագ են քշում, և ցերեկով էր, ցերեկով պիտի այնտեղ հասնեի, երեկոյան 6:15 թռիչքներ, մի կես ժամի չափ ուշացավ, բայց այդքան էլ ուշ չհասավ Հայաստան, և հետաքրքիրը այն է, որ այնտեղ օդանավակայանում ինձ ճանաչեցին, հետո ասեց ով էր, շփվեցինք, մտերմացանք, իմ հետևորդներից էր, որի համար շատ ուրախ եմ, ծանոթացանք տարբեր մարդկանց հետ, այս Բրյուսել-Երևան թռիչքը կարծես թե իրոք զուտ հայկական լինի, չնայած հիմնականում հայեր էին,
Եվ միակ այս թռիչքն է, որ հայերը կանգնում են այդ միջանցքում, գնում են, գալիս են, խոսում են իրար հետ, այդպես զբաղեցնում են մեկը մյուսին ժամանակը անցնելու համար։ Ուղիղ թռիչքը լավ է, բայց երկար է։ Եվ այդ պատճառով պլյուս մինուսները ոնց որ իրար արժեն։ Չնայած այս անգամ այնքան շատ երեխեք կային, շատ աղմկոտ էր։ Մի պահ փորձեցի քնել, քանի որ քանի օր հոգնած էի այդպես գործերով։ Աչքս եմ որ ասում եմ, կպավ թե չէ, մի երեխա սկսեց լացելները զենց հետևի շարքերով, մեկ է տեսնեմ դուդուկի, լսեմ դուդուկի ձայն։ Ինչ որ մեկն է դուդուկ ա նվագում։ Հետո բանից պարզվեց այդ խումբ էր, կանոն, դուդուկ, ընդեղ այն մեկը թավջութակ, այսպես երաշտական խումբ, ով գալիս էր Ամերիկայից, գնացել էին համերգների Ամերիկան և հիմա վերադառնում էին Հայաստան։ Տարբեր քաղաքներից կային Ֆրանսիայի, տարբեր երկրներում ապրող հայեր կային, մի խոսքով ամեն մեկի հետ Շվեդիայից մի քիչ զրուցելով ժամանակը անցավ, շատ հաճելի մարդկանց հետ շփվեցի, լավ էր։ Հետո եկանք, դուք այդ լսեք, իջնում ենք արդեն, որ պիտի հենց այդ սահմանային կետում, արդեն անձնագրային կետում ցույց տանք, դե այդտեղ միշտ հերթ է լինում, գիտեք, ինքնաթիռից որ գալիս ես, հետո շարժասանդուղքով իջնում ես ներքև ու արդեն այդտեղ է։ Եվ հենց այդտեղ աշխատակիցը բարով եք եկել Հայաստան, բարի գալուստ Հայաստան, բան դե բնական է, ես բարևում եմ մարդկանց, որ մտնում եմ, սիրով էլի, ասեցի ինչքան լավ է էլի, իմիջիալից շատ լավ են սպասարկում։ Դուք նկատած կլինեք և արագ են արդեն սպասարկում, շատ հերթեր, բաներ չկա, կոպիտ չեն վերաբերվում։ Մեկ էլ ես աղջիկ ենքան ժպտեր ես ու տենց լավ, որ ողջունեց, որ մոտեցա, մեկի ասում է, ես ձեր հետևորդներից եմ ու գրկեցինք իրար, ինքան լավ աղջիկ էր, շատ լավ էր։ Հիմա ով լսում է ես պատմածս մարդկանցից, պատշիկներս եմ ուղում բոլորիդ, շատ հաճելի է Ժողովուրդ ջան ամեն դեպքում, դե ես սովորական մարդ եմ, բայց որ ճանաչում են ինձ համար շատ հաճելի է, ես սիրում եմ մարդկանց հետ շփվելը։ Հենց այդ շփվելու հետ կապված ասեմ, որ հիմա Կիրակի օրը դե ասեցի արդեն եղբորս 40-ն է, չգիտեմ տրամադրությունս ոնց կլինի, պլաններից հետ կապված, բայց եթե ուզում եք իրոք հանդիպենք, կարող եք գրել, այդ Վանաձորի հետևորդներ, Երևանի, ինչու չէ Արմավիրի, այստեղ էլ եմ էլի դե բնական ա լինելու, այդ հետևորդների հետ կհանդիպենք, եթե մի քանի հոգի լինեն, ավելի հեշտ կլինի, էլի միանգամից, որ ասում եմ մի գնդակով մի քանին ապաստակ կսպանենք։ Այդպես սիրելիներս դուք կգրեք, հետո կկապնվենք իրար հետ, կորոշենք, որ օրը երբ հանդիպենք, կամ հարմար է արդյոք, թե հարմար չէ։ Որովհետև նախորդ անգամ շատ-շատերդ գրեցիք, որ ուզում ենք հանդիպել, դրա համար եմ ասում։ Չստացվի էլ, խնդիր չի, կմնա մեկ ուրիշ անգամ։ Ուրեմն սիրելիներս, այս էլ էս իմ գալու նպատակն է, եղանակը արտակարգ էր այստեղ, ցերեկով շատ շոկ էր, այս պահին եմ ես սա հագել, բարակ կարճաթև, մարդիկ քայլում են, արևոտ է, դե իհարկե երեկոյան առավոտյան մի քիչ արդեն սառն է։ Հիմա գնանք տեսնենք վաղը Վանաձորում ինչ կլինի և հետագայում եղանակները ոնց կլինեն, կխանգարեն ինձ, թե իրոք լավ եղանակ կլինի, նաև դա մարդու տրամադրություն կբացի էլի։ Կարճ ասած, այստեղ եմ, հայրենիքում եմ և մի նպատակ էլ ունեմ, մի երազանք վաղուց երբ արդեն սկսել եմ տեսանյութեր նկարել, ուզում եմ նկարել Վանաձորում իմ ապրած, ծնված, մեծացած մանկության շենքը, այդ տարածքը, բավականին երկար ժամանակ ես ինքս չեմ եղել այնտեղ, այնպես որ ուզում եմ անպայման սա իրագործեմ, հենց ինձ համար էլ հիշողություն լինելու համար, թե ինչ հետաքրքիր թաղամասում եմ ես ծնվել ու ինչքան հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել, ես բազմիցս պատմել եմ, իմ մանկությունը հրաշք է եղել, չկա երևի, մեր թվերի բոլորը այդպես լավ խաղեր են խաղացել, ամեն ինչ արել են, բայց մեր նման չեմ կարծում, որ արած կլինեն։ Դե որ գնամ արդեն նկարեմ,
որոշ բաներ կհիշեմ երևի, հիմա էլ եմ բաներ հիշում, բայց հենց այդ օրվա հետ կապված հիշողություններս կպատմեմ ձեզ, որպեսզի ավելի այդպես համով հոտով ստացվի տեսանյութը։ Սա է ուզում ասեի, որ ես լավ եմ, այստեղ եմ հայրենիքում, ուրիշ է հայրենիքը էլի, չնայած մի բան ասեմ, որ գալիս եմ այստեղ, կարծես թե չգտնեմ իմ տեղը, գնում եմ Ֆրանսիա, նույնն է կատարում, կարծես չգտնեմ իմ տեղը, Ֆրանսիայում ինձ թվում է, որ օրից մի օր ինչպես իմ լավ հետևորդն ասեց, ճամպրուկներս պիտի հավաքեմ ու հետ գնամ Հայաստան, այստեղ էլ որ գալիս եմ, արդեն շփվում եմ, բան մարդկանց տեսնում եմ, այդ տարածությունը զգում եմ իրենց ու իմ միջև, հիմա չգիտեմ այս անգամ ինչպես կլինի, երևի թե միշտ այդպես շտապ կամ գործերով, հիմա փորձում եմ մի քիչ հանգստի ձևով կազմակերպել հայաստանյան իմ օրերը եւ խոստացածս Գյումրին, որ խոստացել էի դեռ անցած տարի, Գյումրին պիտի նկարեմ անպայման, Գյումրի պիտի գնամ։ Դա էլ անպայման պիտի իրագործեմ։ Իսկ մնացածը ինչպես կստացվի, առօրյան ինչպես կգնա, այդպես էլ ըստ հերթականությամբ կնկարեմ, մասնակիցը կդարձնեմ իմ հայաստանյան ճամփորդության։ Ջորջան եկել եմ Երևան Կիլիկի ավտոկայանում, սպասում եմ, որ տաքսի եմ պատվիրել, գնամ Վանաձոր։ Տաքսին ուղիղ 45 րոպե խցանման մեջ է քաղաքապետարանի մոտ։ Զանգեցի վարորդին, ասում է հələ դեռելի խցանման մեջ կմնամ։ Շատ զարմանալի է, որ մինչև հիմա չեն կարողանում այդ խցանման հարցերը քաղաքի մեջ լուծել։ Ահա որ է։ Շոկ, արևի տակ չիշ դարա, լավ էր, այստեղ թփեր, ծառեր կային, եկել եմ այս կողմը, նստել հովին, սպասեմ բախտից, թե երբ կգա։ Նայում եմ կանգառները, որտեղ որ ավտոբուսների համար է նախատեսված, լավ է, արագ գալիս գնում են, էլի, մյուս մեքենաները կանգնած չեն խանգարում, գոնես խցանման հարցերն է լուծեն, թե չեսի ճա, վայ, ահա որ շոկ է ժողովուրդ ջան, ահա որ։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ սիրելիներս, այսօր երկուշաբթի է, տխուր օրերը անցան, իհարկե չանցան, օրը անցավ, բայց տխրությունը մնում է մեր սրտերում, այն կմնա բոլոր մարդկանց մեջ, մինչև իրենց կյանքի վերջ, այնպես որ սիրելիներս փոխաբերական իմաստով եմ ասում և շրջանցում եմ անում այդ օրվանից, երեկ արդեն ասեցի, թե ինչ օր էր, հիմա արթնացել եմ, Վանաձորում եմ, տանից ուզում եմ դուրս գալ և մի փոքր շրջայց անել, խանութ ունեմ մտնելու, այստեղ հետաքրքիր խանութներ կան և ձեզ ասեմ, որ Վանաձորի խանութներում գները բավականին մատչելի են, նույն հագուստի տեսակը կլինի, սննդի տեսակը կլինի, այստեղ ավելի մատչելի է, քան մեկ ուրիշ քաղաքներում, թեկուզ հենց Արմավիրում, հատկապես մրգերը, որ միշտ զարմացել եմ, բանջարեղենը միրգը Արմավիրից դուրս գա, բերեն այստեղ վաճառեն, այստեղ ավելի մատչելի գին լինի, քան հենց Արմավիրում։ Կարճ ասած սիրելիներս, դուրս եմ գալիս տանից, շրջայցով այդպես պտտվելով, գնում եմ եղբորս տուն, եղբորս աղջիկների հետ պիտի հանդիպեմ և էլի գործեր ունեմ իրենց հետ կապված, բացի բարեկամական այցից և կարծում եմ օրս էլ այդպես կավարտվի, եղանակը լավ է, արևոտ է, բայց սպասվում է առաջիկա 2 օրերին մի քիչ ցուրտ, մի քիչ երևի անձրև կլինի, հուսամ կարճ կտևի և դա ինձ չի խանգարի, բայց ձեզ ուզում եմ նաև տեղեկացնել, երևի արդեն բոլորդ իմացաք Դարի կողոպուտի մասին, 3 հոկտեմբերի 19-ին, առավոտյան 9:30-ին, երբ բացվում է Լուվրի դռները հաճախորդների այցելուների համար, այդ ընթացքում մի 4 տարիքը չգիտեմ, մարդ դիմակավորված սկուտերներով վերանորոգման աշխատանքներ են լինում այդ ժամանակահատվածում
Լուվրում հենց այդ բարձր վերամբարձ կռունկով էլ բարձրանում են Ապոլոն սրահը եւ այնտեղից թանկարժեք զարդեր են տանում։ Ճանապարհին գցում են մեկ թագ, որ ասում են, որ Նապոլեոնի կնոջ թագն է եղել եւ վնասված է։ Մեկը ասում է, որ վնասվել է, դրա համար են թողել, բայց Քավլիցին նրանք ընդամենը եղել են այդ սրահում 30 վայրկյան։ Տեսեք ինչ կազմակերպված կողոպուտ է, որ վերջին 20 կամ 25 տարին դեռ Ֆրանսիայում չէր եղել նման կողոպուտ։ Այդ մասին հայտնեց մշակույթի նախարար Ռաշիդա Դատին եւ ոստիկաններն էլ իրենց կարծիքն են ոստիկանությունից հայտնել, որ դժվար է բացահայտվի այդ կողոպուտը, քանի որ երբ զարդեր են տանում, նրանք քարեր առանձնացնում են եւ սև շուկայում այդպես են վաճառում։ Մի խոսքով սիրելիներս, դե տեսեք ինչպիսի անվտանգություն է Լուվրում։ Զարմանալի են էլի Ֆրանսիայի ոստիկանները եւ ամեն անգամ երբ մի վատ բան լինում է, նախկին տարիներին տերորներ կամ ընդհանրապես հարձակումներ, դրանից հետո են սկսում մի որոշ ժամանակ խստություն անել, հսկողություն ձևակերպել, որից հետո էլի մոռանում են։ Հուսանք կբացահայտվի այս կողոպուտը եւ կսպասեմ ձեր մեկնաբանություններին, թե դուք ինչ կարծիք ունեք այս դարի կողոպուտի մասին։ Շատ միլիոնավոր եվրոների վնաս է կրել Լուվրի թանգարանը։ Շենքից դուրս եկա եւ ես հերոսի նկարը տեսա մյուս շենքի վրա անմահացրած, նախկին Մարքսի փողոցն է, հիմա Կարեն Դեմիրճյան է կոչվում, այս շենքը 1000 տարվա շենք է, սա էլ մեր դպրոցի փողոցն է, հիմա կբարձրանամ, իսկ այն կողմով էլ գնում էինք դեպի մեր տուն, դա հետո մնաց փաստորեն ցույց կտամ կնկարեմ, իսկ սա էլ դպրոցի ճանապարհն էր, միշտ նեղ այսպես բարձրանում էինք, այս շենքերում ուսուցիչներ էին ապրում, գրեթե բան չի փոխվել, աջ կողմի շենքն է նորացվել, վերանորոգվել երևի, մյուսները նույնն են մնացել, շատ հետաքրքիր էր, երկար տարիներ չէի տեսել, եւ միշտ երկաթե այսպես ձողեր էր դրած, մեքենա չէր անցնում այս հատվածով, իրոք դպրոցի ճամփան էր, ահա տեսեք դպրոցի ճամփան դժվար է երկար շատերի համար, իսկ ով սեր ունի այսպես ուսումի, կարճ է սիրելի։ Ահա, սա էլ էր փոխված, այստեղ դասընկերուհի ունեի, միգուցե կառուցելու են, վերակառուցելու են այս փողոցը չգիտեմ, խաչմերուկն է եւ ահա թե որտեղ է գտնվում մեր դպրոցը, 5-րդ դպրոցն է Վահան Տերյանի անվամբ, ֆիզիկայի թեկումով դասարանն եմ ավարտել, մոտենանք շենքին եւ տեսեք ինչ հետաքրքիր մտքեր կան գրված Վահան Տերյանի նկարով, դպրոցի վերանորոգված տեսքն է, երկրաշարժից հետո է կառուցվել այս դպրոցը, ամբողջ տարածքը այսպիսին էր, մանկապարտեզ էր սա, իմ մանկապարտեզն է էլի եղել, աջ կողմում հիմա ոստիկանությունն է եւ սա էլ դպրոցի տարածքն է, դիմացն էլ այգի էր, ահա, տեսեք ինչքան հետաքրքիր է, որ ձևափոխված է լինում, մի տեսակ կարծես թե ուրիշ տեղ լինել, շատ բան չի փոխվել է իմ դպրոցի շենքը երկրաշարժի քանդվել էր, նորն են կառուցել, դիմացն էլ խմզավոդի, այդպես ասեմ, որ լավ հնչի, որպես վանաձորցի այգին է, որտեղ շատ կառույցներ ներկային են ժամանակ, հիմա ոստիկանության թենիսի կորտեր կար, իսկ մանկապարտեզը ձևով պահպանվել է, վատ էր, որ այն կողմից եկող ճանապարհը ասֆալտապատ չէր, բայց Վահան Տերյանը նույնը մնացել է, շենքը տարբեր է, ափսոս հինը չկա, որ հինը չէ, ավելի շատ քաղցր հիշողություններ է արթնացնում, ձախ կողմից էլ շենքերը չկան, էլի երկրաշարժից հետո պայթեցրեցին, շատ ամուր շենքեր էր, ձախում այստեղ դեղատուներ, որտեղ ես դասամիջոցներին վազելով գալիս էի, այնպես կոնֆետիման այդպես հեմոգլոբինը բարձրացնող կոնֆետներ կային, սալիկներով այդպես, ոնց որ մենք կար, 11 կոպեկ միշտ դրանից էի գնում, դիմացն էլ մեր ձևով ասենք խիմզավոդի այգին է, բայց էլի ոնց որ թե
Այն չի։ Հիմա ցախով թեքվեն գնամ դեպի Կանգար, այդտեղ էլ արդեն մշակույթի պալատն է, որը վերանվանվել է Շահրազդահուրի անունով։ Դեմից լավ նկարեմ, հետո արդեն անցնեմ մայթը։ Սա իմ տարածքն է, սիրելիներս։ Շատ հետաքրքիր հիշողություններ արթնացան իհարկե դպրոցական տարիների։ Եվ այսպես, այս մայթն է սիրուն ձևափոխվել են։ Հիմա շրջեմ, տեսեք ինչ սիրուն են ստեղծել այս հատվածը։ Կարծես պուրակ լինի այս փոքր տեղը, այստեղ լավ, հսկա շենքեր գեղեցիկ հին ճարտարապետությամբ, որ նմանը տեսնում եմ Ֆրանսիայում։ Հիմա շրջեմ մշակույթի պալատը դուք նայեք, այստեղ շատ ֆիլմեր եմ եկել նայելու, հատուկ տեղ կա ներկայացումների, օպերետներ եմ լսել, բացի ֆիլմերից ներկայացումներ, հենց թատրոնը տարբեր քաղաքների հյուրընկալվել է այս Խիմզավոդի մշակույթի պալատում եւ փոքր ժամանակից սկսած այստեղ նաեւ եկել ենք նոր տարվա տոպրակները ստանալու։ Հայրիկս Խիմզավոդում էր աշխատում եւ տոպրակներ էինք ստանում, հանդեսներ էին անում նոր տարվա։ Այստեղ նման հիշողություններ էլ կան նաեւ։ Ահա տեսեք ինչքան լավ է, մի փոքր վնասվել էր եւ վերանորոգել են ու պահպանել են։ Նման գեղեցիկ շենք էր, հենց այդ դեղատան շենքը, որը որ քանդել են։ Իսկ սա պահպանված է, կարմրոտ լավ է շենքը։ Այստեղ ինչքան ենք եկել, դասից փախել ենք հենց այս նստարաններին, չկա նստարան ոնց որ թե միայն այս տեղ բիսեդկեն, բիսեդքում հավաքում ենք, այս շենքում էլ մի հատ շատ սիրուն ուսուցչուհի ունենք, որ միշտ նայելով գալիս էինք։ Ահա սա իմ դպրոցի տարածքն է, իհարկե մենք այս մոտիկ տարածքում էինք ապրում, ես այնտեղ ձեզ ասեցի, սա էլ արդեն Կանգարն է, որ պիտի գնամ։ Ուսանող ժամանակ ոտքով էի գնում, հիմա ցույց տամ ձեզ նաև այն փողոցը, որտեղից որ ես անմիջապես իջնում էի մեր շենքը, Մարքսի փողոց, Բայնյոյի փողոցն է։ Այս շենքերը հին են ու պահպանված են, լավ է։ Խաղողի տունկեր, աշուն, ոսկեզոծ, տեսեք ինչքան դեղին տերևներ կան, ոնց հավեսով թափվում են, տաք քամի է փչում։ Դե իհարկե արդեն դիմացի հատվածը քանդված է, վերանորոգված է կամ վերակառուցված են ավելի ճիշտ։ Սա էլ մեր ժամանակ խանութ էր, այստեղ քաղցր կաթերը, որ բարձր շարում էին նաև շոկոլադե պլիտկաները։ Ահա, սա Բայնյոյի փողոցն է, լավ է անունը չի փոխվել եւ Բայնյոյի փողոցով այսպես իջնում էի դեպի ներքև։ Այստեղ սրճարանն էր, հիմա սրճարանչի չգիտեմ ինչ է, Զվերնա փոխել են էլի երևի նոր հարուստներ են, շենքը աղավաղել են եւ արդեն այն երևացող շենքը ու դրա շարունակությունը, որ ճիրում մեր հին շենքն էր, հիմա այդտեղ չեն մերոնք։ Ահա այն փողոցը, որտեղ որ ես ամենօրյա իմ ճանապարհն էի անցնում, այդ հատվածից գալուց դեպի հրապարակ եմ հիմա գնում։ Վերևն էլ Նալբանդյան փողոցն է, շենքերն էլ են նոր սարքել։ Քամին արդեն սրբում է փողոցները, տերևները չորացած քշում տանում է, ձյան տեղ է պատրաստում մաքրում։ Սիրելի հետևորդներ, ես հիմա գտնվում եմ իմ եղբոր տանը եւ նրա մեծ թոռնիկը, որի անունը Նարեկ է, երազում է դառնալ վլոգեր։ Ի պատիվ ինձ պատկերացնում եք, հիմա շրջեմ ու Նարեկին հարցեր տամ, ինքը պատասխանի։ Նարեկին հարցնում եմ, Նարեկ ջան, ինչ ես որոշել դառնաս վլոգեր։ Որովհետև բլոգերները, որ լայք են դնում, բլոգերները ցած փող են աշխատում։ Զուտ միայն փող աշխատելու, թե դու ուզում ես հետաքրքիր բաներ իրանց ցույց տաս, բացահայտես որևէ բան։ Ուստամ, որ օրինակ եմ կարող է իրանք են մոտիկ ապրում, կան ու իրանք է տեսնեն։
Այս ձեր տարածքի հետաքրքիր վայրերը։ Այսինքն դու ուզում ես սիրուն ճամփորդություններ անես նաև ու ցույց տաս իրանց ուր ես դու գնում։ Շատ լավ է։ Իսկ դու քանի տարեկան ես։ 8 Մեծ տղա ես, դպրոց ես գնում փաստորեն։ Որ դասան ես։ 4 Լավ է սովորում Նարեկ ջան։ Հա, կարա ժպտաս հետևորդները թող քո սիրուն ժպիտը տեսնեն։ Նարեկը շատ բարի է, ժողովուրդ ջան, դպրոցում լավ է սովորում։ Հետո ինչ կասես Նարեկ ջան, էլ որևէ ցանկություն ունես հաղորդելու իմ հետևորդներին։ Իրանք հիմա քեզ ամեն տեղ նայում են, էլ Ամերիկայում, էլ Ֆրանսիայում, էլ Ռուսաստանում։ որ հավաքեք 1000 լայք 1000-ը քիչ չի։ ավելի շատ Ավելի շատ, այսինքն նայեն շատ սիրով, լայքեր անեն, մեկնաբանություններ գրեն, բաժանորդագրվեն, չէ՞։ Ահա։ լայքեր դնեն Ու շատ լայքեր դեն։ Ահա, այն էլ Մարկն է, ժողովուրդ ջան, ու փոքրիկ Լուսեն, Մարկն էլ են մյուսը, աղջիկա բալիկնա։ Մարկ ջան, դու էլ ես երազում վլոգեր դառնաս, թե չէ։ Դու ինչ ես երազում դառնալ։ բլոգեր բայց որ խաղեր եմ նկարը Հա, բլոգեր, բայց խաղեր։ Տեսնում եք, այս փոքրիկները ինչքան բաներ գիտեն։ Դե պաչիկներին Նարեկ ջան, ահա, բոլորին ուղարկեք պաչիկները ու ասեք հետևեք մեր տատիկին։ Առայժմ հաջողություն